Հայր ջան, բարև բոլորիդ, այսօր 25 թվականի սեպտեմբերի 29-ն է, բայց կարծում եմ այս վիդեոն կտեսնեք վաղը ամսի 30-ին։ Հիմա Արմավիրի մարզում ենք ու ստեղ փաստորեն ես չգիտեի, Կովկասում կառուցված առաջին Հիսուսի արձանն է, որը վստահ եմ շատ քիչ մարդ գիտի, որտեղ ինքս էլ չգիտեի։ Վանդալիզմի է ենթարկվել արդեն երկրորդ անգամ, այսա ցույց կտամ լրիվ կնայեք։ Առաջի անգամ 2020 թվականի պատերազմը սկսելուց մի 10 օր հետո, 2 շաբաթ հետո գլուխը կոտրել են արձանի։ Երկրորդ անգամ 23 թվին, երբ որ նորից հարձակում եղավ Ադրբեջանի կողմից, նորից գլուխը կոտրվեց, սենց ցույց տամ, մինչև հեսա մոտիկ գնամ կնայեք։ Մոտ 2 մետրանոց արձան է ու ես Facebook-ում գրել էի, հիմա նորից հայտարարեմ, որ անհրաժեշտ է տուֆի հետ գործանող քանդակագործ։ Որոշել ենք սենց անտերության մատնված այս տարածքը համ արձանը վերականգնենք, համ էլ հեսա լրիվ մանրակրկիտ ցույց կտամ, որ փակել է պետք, որպեսզի ավելի ապահով լինի ու նման վիժվածքներ այլևս մոտիկ գալ չկարողանան։ Ստեղ տեսախցիկներ էլ կան դրված, բայց այն որ ոնց նայում ենք անիմաստ է, որովհետև երկրորդ անգամ նույն բանը կրկնվում է ու լրիվ բաց են, հիմա էլ ստեղ ենք, ոչ ստուգող կա, ոչ հարցնող կա, ոչ մոտեցող կա, ոչ պահակ կա, ոչ մի բան։ Նայց է, որ ով ուզենա կգա մնացածն էլ կկոտրի։ Ուզում ենք հիմա ստեղ այս ամեն ինչը կազմակերպել ու եթե կազմակերպող լիներ մինչև մեզ 2023 թվականից մինչև հիմա այս վիճակն է մեկը մի բան կաներ, էլի, չեն արել, ուստի ես անկեղծ չգիտեի, որ սենց բան կա, ինձ մի քանի օր առաջ Հայկը տեղեկացրեց, Հայկին երևի կհիշեք, Հայկ արի հիշացնեմ քեզ էլ։ Բարև ձեզ։ Որ սենց վիճակով արձան ունենք ու որոշել ենք զբաղվել սրանով։ Ես հեսա կանջատեմ ու մանրակրկիտ մոտիկից արդեն ցույց կտամ։ Նայեք, հայր ջան, այս աստիճաններն է, որոնք տանում են դեպի արձանը, ուղղակի մութ է, կարող է հիմա լավ չերևա, նայեք, կողքը քանդրտած, այսենց ամայի, նայեք, փորձենք բարձրանալ, ընթացքում էլ աստիճանները նայեք, էլի, այս ամեն ինչը վերանորոգելու, սարքելու կարիք ունի, անգամ անհրաժեշտություն ունի։ Այս լույսը, որ պետք է արձանի վրա հանգներ, չի աշխատում, սա գլխի մասն է, հետևի կողմը ոնց նայում եք մազերն է, ու արձանը ընդհանուր հեսա նայեք, ու գլուխը չկա, արդեն երկրորդ անգամ, այսինքն վանդալիզմի ենթարկված Հիսուսի արձանը, ստեղ հետևը խաչն է, Հայք ստեղ լույս վառում էր ես խաչ։ Միացնում են խաչի լույսերը։ Միանում են այք ստեղ մի թեթև սենց պարիսպ է, բայց դե ոնց հասկացաք օգուտ չի տվել ես պարիսպը, հեսա ես արձանը հետևի կողմից էլ ցույց տամ։ Չեմ կարա շատ անցնեմ են կողմ, բայց հեսա ընդհանուր։ Ու ժողովուրդ ջան, նորից եմ խնդրանքով դիմում բոլորիդ, ովքեր քանդակագործ, եթե նայող կա, տուֆի հետ աշխատող, այս արձանի նախնական տեսքն էլ կա, նկարները ունենք ու պետք է որ վերակառուցվի։ Այս պահին նայեք, այս արձանի մոտ եմ ինքը համարյա մարդաբոյ է, բայց մի քիչ բարձր, երևի 2 մետր կլինի, եթե կողքը կանգնեմ, մի քիչ բարձր է պատվանդանը։ Ու ստեղ միտքը հետևյալն է, որ այսենց կլոր լրիվ ստեղ կարողանանք նենց անել, որպեսզի քիչ թե շատ պաշտպանված լինի, սենց լուսանգնումա վրես հարմար է երևի։ Ժողովուրդ պետք է իրար հետ կպնենք ու այս ամեն ինչը անենք։ Այսքան լույսի բանակի գործերի հետ նաև սա է ավելանում, բայց դե ես ասել եմ ու նորից ասում եմ, ինչքան էլ գործ ավելանա, որը ի նպաստ Հայի ու Հայաստանի է, մեր արժեքների է, մեր սրբություններին է վերաբերվում, մեր արժանապատվությանը եւ այլն, ես պատրաստ եմ ուզում
100 այսքան գործ ավելանա, ես դրանից չեմ նեղվում, որտեվ ես մենակ չեմ, դուք կողքս եք ու այս պայդերությամբ հիմա դեռ սպասում ենք քանդակագործների արձագանքի, մի հոգու հետ արդեն խոսացել ենք, ուղղակի մի շաբաթից նոր կազատվի, իսկ մի շաբաթ ուղղակի ժամանակի կորուստ է լինելու։ Դրա համար կխնդրեմ, որպեսզի ավելի արագ ամեն ինչ ստացվի, քանդակագործներ կլինեն, թող իմ հետ կապվեն Facebook-ի Messenger-ով, իմ անձնական էջի կամ Telegram-ով։ Telegram-ի անձնական ալիքում նամակ գրելու տեղ կա, նամակով գրեք, որ տուֆի հետ աշխատող քանդակագործ եք, կպայմանավորվենք, միասին էլ կգանք, կնայեք ու կհասկանանք մեզ ինչ է պետք, ինչքան է պետք, ինչի համար է պետք եւ այլն, արագ սա անենք ու որպես երաշխիք էլ, որ գոնե թե այդքան հեշտությամբ չի լինի մոտենալ ու կոտրել, ինչ որ մի պաշտպանական մի բան կկառուցենք, կամ Պարիսպ, կամ ինչ որ ցանկը, մի բան միասին ճարտարապետի քանդակագործի հետ կորոշենք։ Տերևս էս էր հայր ջան, ուզում եի ձեզ տեղյակ պահեի ու խնդրեի, որպեսզի պատրաստական լինեք, երբ որ պահը գա արդեն անցնենք գործի, դուք էլ եք հասկանում, բնականաբար բոլորի աջակցության կարիքը լինելու է։ Նենց որ այս թեմային էլ ընթացիկ կանրադառնամ, բացի մյուս բոլորը, նայեք ինչ սիրուն է էլի ու ասենք, չգիտեմ, աշճաններով, բանով, այս ամեն ինչը որ սարքվի, մի քանի բան էլ նոր այսենց կողքից ճաշակով ու սիրուն ավելացվի, սա հրաշք տեղ կլինի, կողքն էլ եկեղեցին, հա։ Այս որ եկեղեցին է հայք։ Որը? Սուրբ Ղազար եկեղեցի։ Մեծ զբոսնելու տեղը, սիրուն բաներ կարելի անել, կառուցել որպես առաջի քրիստոնյա պետություն։ Ունենանք որպես խորհրդանիշ, բացի այն, որ արդեն կառուցվում է, սա Կովկասում առաջինն է։ Սա իմացեք, որ թվից էր սարքած։ Կճշտեմ այդ բոլոր տեղեկությունները կճշտեմ, ես անկեղծ չգիտեի ես արձանի մասին ու ապրի Հայկը, որ տեղյակ պահեց այս վիճակով չթողնելու համար ու միասին հիմա լծվել ենք նաև այս գործին։ Դրա համար հայր ջան, ուշադիր կլինեք ընթացիկ, միասին հասկանանք ինչ ենք անում ու անհամբեր կսպասեմ քանդակագործների արձագանքին, որպեսզի հին լուսանկարի հիման վրա նորից կառուցվի, ամրացվի։ Ինձ թվում է մի ամսվա աշխատանք կամ լավ ամենաշատը 2 ամսվա աշխատանք ամբողջը միասին վերցրած էլի, թե վերակառուցումը, գլխի նոր սարքած գլխի տեղադրումը ու այս կողքի ապահովության համար սարքվող Պարիսպի բանը, առավելագույնը կարծում եմ 2 ամիս ոչ ավել։ Մնացած մանրամասները մեզ ինչ պետք կլինի, ինչա պետք, ոնց է պետք, ես կբարձրաձայնեմ ամեն դեպքում սա իմանաք ու առաջի քայլերն է, որպեսզի արձագանքեն տուֆի հետ աշխատող քանդակագործները։ Այսքանը լավ մնաք, Աստված օրհնի բոլորիդ բարձր սիրով ու ճշմարտությամբ։ Սիրելի հայրենակիցներ, հետևեք մեզ հետևյալ հարթակներում՝ Telegram, Լույսի բանակի պաշտոնական և Կարեն Արայանի անձնական ալիքներին, YouTube, Լույսի բանակի լրատվական և Կարեն Արայանի պաշտոնական ալիքներին, Լույսի բանակի գործունեությանը, Սիրուս ջոկատներին և վերածննդի շարժմանը ֆինանսապես աջակցելու համար Իդրամ, ID Bank, Ineco Bank, Sberbank և PayPal։ Շնորհակալ ենք բոլոր մեր գաղափարակիցներին և աջակիցներին։ Բարձրյալ նորհի յուրաքանչյուրիդ։